Բարձրավան գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս համայնքում հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ։ Մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է 57 կիլոմետր դեպի հյուսիս, Որոտան գետի բարձրադիր աջափնյակում գեղատեսիլ Սարավանդի վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1500-ից 1520 մետր է, հեռավորությունը Գորիս քաղաքից 33 կիլոմետր։ Մինչև 1931 թվականի Զանգեզուրի երկրաշարժը գյուղը գտնվում էր Որոտանի աջ ծառիվեր կողին։ Երկրաշարժի հետևանքով գյուղն ավերվել է, զոհվել է 49 մարդ և նորը կառուցվել է Սարավանդի վրա։ Նախնիների մի մասը 1866 թվականին այստեղ են եկել Շինուհայրից։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության 2011 թվականին կատարած մարդահամարի տվյալների գյուղի մշտական բնակչությունը կազմում էր 146 մարդ, իսկ առկա բնակչությունը մոտ 105 մարդ։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանը 2021 թվականի նոյեմբերի 11-ից մաքսակետեր տեղադրեց 44-օրյա պատերազմի և 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության հետևանքով իր վերահսկողության տակ անցած Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում Բարձրավանի կապը կտրվեց ինչպես Գորիսի, այնպես էլ Կապանի հետ։ Այդ կապն այսօր իրականացվում է այլընտրանքային ճանապարհներով, որոնք գրունտային են, որոշ տեղերում դժվարանցանելի անգամ ամենագնաց մեքենաների համար։ Գյուղի տարածքում և շրջակայքում են գտնվում Սուրբ Ռիփսիմե, Քարատակի Սուրբ Մինաս եկեղեցիները, Բղենո նորավանքի հուշարձանների համալիրը, Պաշարաջուր և Մաջ գյուղատեղիները։ Նախկինում Բարձրավանը ունեցել է Երիցաթումբ, Երիցատուն, Քյուրդուկ, Քյուրդիկ անունները։ Երիցաթումբից Բարձրավան է վերանվանվել 1940 թվականի հունիսի 1-ին, այսօր խոշորացված Գորիս համայնքի մաս է կազմում։ Գորիսի կենտրոնից դեպի Բարձրավան շաբաթական 2 անգամ անվճար հիմունքներով գործում է տրանսպորտ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Քայլ առ Քայլ բարեգործական հիմնադրամի ջանքերով փոքրիկները շաբաթը 3 օր նախակրթարան հաճախելու հնարավորություն ունեն։ Լուծված է գյուղի լուսավորության հարցը։ Բնակավայրն ունի բուժկետ։ Գյուղին հաց է մատակարարում Որոտանի հացաբուրկեղենի արտադրամասը։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։ Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են անասնապահությունը և դաշտավարությունը։ Հողերը կազմում են ընդամենը 2795 հեկտար, այդ թվում գյուղատնտեսական նշանակության հողեր 995 հեկտար, որից վարելահող 276 հեկտար, բազմամյա տնկարք 15 հեկտար, խոթարկ 278 հեկտար, արոտ 83 հեկտար, այլ հողատեսք 343 հեկտար, բնակավայրերի հողեր 16 հեկտար, արդյունաբերության, ընդերքաօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր 3 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր 3 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների հողեր 8 հեկտար, անտառային հողեր 1765 հեկտար, որից անտառածածկը 1544 հեկտար, իսկ ջրային հողերը 6 հեկտար։ Պաշարաջուր ավերակ գյուղ հայկական Խորհրդային սոցիալիստական հանրապետության Գորիսի շրջանում, Գորիս քաղաքից 11 կիլոմետր հարավ, Բարձրավան գյուղից 2 կիլոմետր հյուսիս-արևելք, անտառներով շրջապատված լեռնաբացատում։ Ունի շրջապատի նկատմամբ իշխող դիրք։ Նույն անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Հնում մտել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Մաղանջուղ գավառի մեջ։ Հետագայում այստեղ ամռան ամիսներին ժամանակավորապես բնակվել են ադրբեջանցիներ, որոնք 1949 թվականին տեղափոխվեցին Ադրբեջան։ Միայն չնչին մասը մնաց Պաշարաջրում, որը հետագայում աստիճանաբար լքվեց։ Ներկայումս հանդիսանում է Բարձրավան գյուղի ձմեռանոցը։ Քարատակի Սուրբ Մինաս եկեղեցին գտնվում է Սյունիքի մարզի Բարձրավան գյուղից դեպի Որոտան իջնող զորալանջին մոտ
2 կիլոմետր հեռավորության վրա։ Եկեղեցի հասնելու համար պետք է ոտքով իջնել ոլոր-մոլոր արահետներով։ Թավ եւ խոնավ անտառի խորքում թաքնված եկեղեցին շինված է կոփածո քարերով, ներսից թաղակապ է, արտաքինից երկթեք տանիքով, միայն ներսի բեմի կամարը սրբատաշ քարերով է շինված։ Եկեղեցու բակում կան մի քանի խաչքարեր եւ ժայռաբեկորներ, որոնցից մի քանիսի վրա կան արձանագրություններ։ Բարձրավանցիները սրբավայրին նաև հրատակի եղցի են ասում։